Հայաստանը երկրի առաջավոր արևելքի հյուսիս-արևելյան հատված զբաղեցնում է 46,000 քառակուսի կիլոմետր, բնակչությունը 3 միլիոն, համաստությունը հայ է, սահմանադրական կարգը հանրապետություն։ Սա Հայաստան է և վերջ։ Կարեն Վարդանյանի հեղինակային ծրագիր։ Լրատվական ռադիոյի եթերում սա Հայաստանը եւ վերջ հաղորդման հերթական թողարկումն է, տաղավարում Կարեն Վարդանյանն է, հաղորդման հեղինակը, երկրորդ խոսափող ես Գարեգին Խումարյանը, Կարեն բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ մեր գործընկեր Հայկոյի Մինասյանին տառացիորեն 5 րոպեով կտրել ենք իր հիմնական աշխատանքից, որպեսզի նա մի պատմություն պատմի Կարենին։ Ես գիտեմ ինչի մասին է խոսքը, ուղղակի Հայկոյին շատ լավ է պատմում, իր հետ է տեղի ունեցել, որպեսզի հասկանանք թե ինչի մասին է խոսքը լինելու այս հաղորդման ընթացքում։ Հայկոյի ողջույն, ընտրեմ։ Ողջույն Գարեգին, ողջույն հարգելի ունկնդիրներ, ասեմ, որ ինձ մի պատմի, ես գիտեմ, Կարենին պատմի։ Կարենին եւ ռադիո լսողներին խնդիրը վերաբերում է քաղաքապետարանին, մեր ունկնդիրները արդեն երևի նկատած կլինեն, որ ես հաճախ եմ խնդիրներ ունենում այս կառույցի հետ, մասնավորապես զանգահարում եմ անընդհատ թերգից այս կամ այն հարցով եւ մինչեւ վերջ փորձում եմ տեսնեմ, հա, արդյոք հարցը լուծվում է թե չէ եւ օրեր առաջ այսպես մոնումենտի շրջադարձերի վրա մի կիսաքանդ հատված կա, որտեղից մի քարի բեկոր սպառնում էր ընկնել։ Առաջինը զանգեցի։ Բեկոր ասելով մի կես տոննա։ Երևի մի փոքր ավելի փոքր են չափսերը, սակայն այնուամենայնիվ վթարի պատճառ հաստատ դառնալու էր եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը առաջինը զանգահարեցի, այստեղից ինձ ասացին, որ նայել են, դեպքի վայրում եղել են, սակայն սա քանի որ կարմիր զապավենով արդեն կապած է, պետք է քաղաքապետարանը զբաղվի։ Քաղաքապետարանում առաջին օրը ինձ ասացին, որ անպայման կզբաղվեն, երկրորդ օրը մամուլի վարչությունից հայտնեցին, որ նման զանգ ընդհանրապես չեն ստացել, առաջին անգամ են լսում։ Երրորդ օրը ինձ զանգեցին Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանից եւ հարցրեցին, թե որ թևի վրա է, աջ թե ձախ, ես նշեցի, որ աջ, ասացին ոչ, աջ թևով զբաղվում է կենտրոն վարչական շրջանը, դու զանգել ես Քանաքեռ Զեյթուն, ես նշեցի, որ առհասարակ ես թեժգից եմ զանգել, վարչական շրջան չեմ զանգել, սրան հետևեց հաջորդ զանգը կենտրոն համայնքից եւ նշեցին, որ սա ոչ թե կենտրոն համայնքի խնդիրն է, այլ սա պետք է գա ինչ-որ մի վթարային վարչություն գոյություն ունի, անունները կներեք, ճիշտ չեմ հիշում, վթարային վարչությունից ինձ զանգեցին, ասացին, որ դեռ վթար չկա, իրենք պետք է սպասեն քարը ընկնի, ասացին Տիկին Մինասյան, խնդրում ենք, ասում են սպասի, քարը պետք է ընկնի, հենց որ ընկնի, դու կտեսնես մենք ինչ արագ օպերատիվ դեպքի վայրում հարցը կլուծենք եւ ասացին, որ սա պետք է ինչ-որ վերանորոգող վարչություն կար, էլի սխալվում եմ վստահաբար անվան մեջ, այսպես այստեղից էլ զանգեցին, ասացին, որ տենդեր են հայտարարել եւ դեռ ոչ մի ընկերություն չի շահել տենդերը։ Պետք է սպասեն, մրցույթը ինչ-որ մեկը շահի, ինքն էլ կգա կպատրաստի, նաեւ նշեցին, որ իրենք ամեն օր գնում տակի քարերը հավաքվում են այդ բեկորները, սակայն պիտի սպասեն որ ինձ ասացին կտեսնես սիրուն կլինի, ես ասացի կարողա այդ ընթացքում իմ գլխին ընկնի եւ ես էլ երբեք հնարավորություն չունենամ տեսնելու ինչ-որ բան եւ երեք զանգեց ինչ-որ, չգիտեմ, որ վարչությունը ասաց, որ քարի բեկորը հանված է, դեռ ինքս չեմ տեսել հարգելի ունկնդիրներ, բայց անպայման տեղյակ կպահեմ ձեզ, այսինքն այս վարչություններից որևէ մեկը չվերցրեց պատասխանատվություն, ասել լավ, ոչինչ իմ գործը չի, գնամ հանեմ։ Նպատակը շատ ավելի երկրորդական էր, էլի իրենց համար։ Մի հարց էլ տամ ու թողնենք հանգիստ աշխատես, խնդրում եմ ասա, քանի օր է սա տևել ու քանի հոգի է քեզ հետ շփվել այս թեմայով։ Ամսի 22-ից ես ահազանգել եմ տարբեր վարչություններ եւ դեռ այսօր ամսի 27-ն է։ 27-ն է, ես դեռ չգիտեմ քարի դեպքի վայրում է թե չէ, ինձ զանգել են 7 տարբեր վարչություններից, բայց իրար կապող օղակ չկա, այսինքն որ վարչությունը ինձ զանգել է, ասել է բարև ձեզ, որտեղ է քարը, որ մասում է եւ ես 7 անգամ մանրամասն բացատրել եմ։ Արտաքին կոմունիկացիան լավ է աշխատում, ներկորպորատիվ կոմունիկացիայում թերություններ կան, այս մասին մի խոսանք, Հայկոյի շնորհակալություն, կարող ես վերադառնալ քո։ Բաց թողենք Հայկո։ Հաջողություն։ Հաջողություն հարգելի ունկնդիրներ։ Հաջողություն։ Կարեն, 7 օր, 7 վարչություն, այսպես առասպելական ձևակերպումներ են ստացվում։ Հիմա մենք մեր նախորդ հաղորդումներից մեկի ժամանակ ինստիտուցիոնալ ճգնաժամի մասին էինք խոսում ու սա կարծես թե դրսևորումներից մեկն է։ Ու երկրով մեկ։ Հիմա ինչն է դուրս գալիս է ամեն ինչի մեջ, որ մարդիկ այդ թվում եւ Հայկոյին սկսել են հասկանալ, որ պետք չի սпасել պետությունից որևէ բան։ Ենթադրում եմ, որ եթե հանված չլիներ այս քարը կամ հանված չլինի, պարզվի որ հանված չի, մենք մի կերպ այդ հարցը գիշերը կլուծենք խմբագրության ու հեղինակների ուժերով, կուզեք դուք էլ կմասնակցեք։
այս խնդիրներով, համայնքի խնդիրներով վիրավորված եւ ոչ պատշաճ վերաբերմունք ստացած զինվորների խնդրով, էկոլոգիայի խնդրով, գյուղատնտեսության խնդրով, այս վերջերս դուք պատմեցիք, որ մի այսպես փոքրիկ շարժում եք նախաձեռնել ու անպետք անշարժ գույքի ավելի ռացիոնալ օգտագործման խոսքս այն տների մասին է, որոնք մարդիկ չեն օգտագործում, պատրաստ են տալ սոցիալապես անապահով մարդկանց։ Հիմա երկու արձագանք կա ստեղծված իրավիճակին, երբ դու պետությունից ոչինչ չես սպասում, կամ ինքը տեսանում, կամ թողնում գնում ես։ Ինձ շատ դուր է գալիս, որ այդ ինքս եմ անումը, ինքը ամեն օր ու ամեն օր ավելի շոշափելի է լինում բոլոր ոլորտներում, սկսած զուտ սոցիալականից վերջացրած անգամ մարտական պատրաստության ոլորտից։ Դուք ինչ կասեք։ Գիտեք, կարծում եմ երևույթը կարելի է անվանել, բանցած կարճ ձևակերպել որպես պետության շարունակական հեռանալու զուգահեռ ստեղծվում է նոր պետություն, այսինքն ստեղծվում է պետության հիմքը քաղաքացիները, որովհետև գիտեք, մենք անկախացանք առանց քաղաքացիների, ու դա պետք է մենք անկեղծ լինենք, էլի, երբ որ մենք անկախացանք որպես երկիր, մենք քաղաքացի չունեինք, ես չեմ բացարձականացնում, էլի, մեծամասամբ, ասենք հասարակությունում քաղաքացի որպես այդպիսի եւ քաղաքական ինստիտուցիաներ չկային, հա, եւ քանի որ նրանք չկային, դե չկայի վրա ստեղծված պետությունը ինքը կվազի պետություն էր, այսինքն իրական պետություն չէր, ոնց որ ասենք որովհետև չկար պետականության կրողը, հա, կրողը չկար, քաղաքացին չկար, էլի, եւ կուսակցություններն էին կվազի կուսակցություններ, այդպես էլ մնացել են, այսինքն էլի տակը քաղաքացիների շերտերի բացակայության պատճառով, բնականաբար, երբ որ ինքը կվազի է, ինքը կամաց դեգրադացիայի է ենթարկվում, որովհետև հետադարձ կապ չկա, հետադարձ կապ չկա, պատկերացեք մեր օրգանիզմը ցավ չզգար, այսինքն մենք հարթուկին ձեռ տայինք, տակ հարթուկին եւ չայրվեինք, բայց չզգայինք, որ այրվեցինք, այսինքն հետադարձ կապ մեր օրգանիզմը չունի, շատ արագ մենք ենթարկվեինք դեգրադացիայի, ոչ չանայինք, հա, նույն ձևի պետությունը, այսինքն ինքը անգամ ձեռքա տալիս տակ հարթուկին, հա, ինքը տաքություն չի զգում, ինքը չի հասկանում, որ դա տակ էր, որ դա վտանգավոր էր, նույն հազարավոր օրինակներ, սկսած են թուրքական ինքնաթիռները, որ մտան մեր սահման, հա, ուղղաթիռները ես շատ եմ ցանկացած խնդիր, էլի, այսօրվա մեր սահմանային իրավիճակը, երբ որ բանը, այսինքն ինքը վերածվել է PR միջոցառման, հա, մենք զսպում ենք ադրբեջանական չգիտեմ ինչերի, եւ այդ զսպելով տարեկան, ասենք, տասնյակ մարդիկ են կորցնում, էլի, որը որ մեր հարստությունն է հիմնականում այդ է, էլի, նույնը այսինքն այդ դեգրադացիան բնական դեգրադացիա է, երբ որ էլիտան ինքը չի հասկանում, որ ինչ որ պատճառով ինքը կտուրն է շենքի, ինքը առաջացել է, ինչ որ պատճառով, պատահական անկախանալու պատճառով, խորհրդային միության դեմոնտաժի պատճառով ինքը առաջացել է, բայց ինքը չի նայում ներքև, որ տեսնի, որ ֆունդամենտը չկա, այդ ֆունդամենտը չկա, եւ ինքը գնալով այդ շենքը նստում է, Արան, ես պատահական չէր, որ խնդրեցի Հայկոն այս պատմությունը պատմի, որովհետև շատ խորհրդանշական ու շատ այսպես գունեղ է ցույց տալիս իրականություն, այսինքն մի հսկայական կառույց, որը կոչված է բավականին մեծ քաղաքը կառավարելու, ինքը իր ամբողջ ուժով, իր ամբողջ գալստուկավոր չինովնիկներով, իր դաշտային պայմաններում աշխատող պոակներով, ինքը վերջի խոշորագույն գործատուներից մեկն է Հայաստանի։ Ինքը արձագանքում է այսպես, ամենապրիմիտիվ ու սա խնդիր չի իրականում, էլի սա ինքը արձագանքելու մեխանիզմ չունի։ Ինչի են սենց անում կարեն։ Որովհետև չկան իրանք։ Հասկանում եք, ոնց է մարդը ոնց է արձագանքում, կա ներվային համակարգ, կա ուղեղ ներվային համակարգ, հա, եւ որը հասնում է վերջույթների։ Հիմա այդ ամբողջ համակարգը կարող է ուղեղում դեռ ինչ որ բաներ մնացել են, հա, ինչ որ գծեր մնացել են, որոնք որ կարող է ինչ որ բանի մասին մտածեն, բայց սիգնալը չի գնում հասնում վերջույթներին, որ վերջույթը ինչ որ մի բան զգա։ Այսինքն այդ ամբողջ համակարգը վերածվել ձևականության,
Այսինքն ամբողջ այդ ներվային համակարգը հետադարձ կապի պետության։ Ինքը ձևական մոդի մեջ է, էլի, այսինքն իրենք տեսել են, որ վերևում ամենավերևներում հիմնականում գնահատվում է ձևական կողմը։ Եկեք հակառակ կողմից նայենք, էլի Կարեն, եկեք անհատական մակարդակը բաց տողենք, քաղաքապետարանի 7 չինովնիկ հետ է զանգում այս մարդուն, այսինքն ցանկություն կա հետը շփվելու, ինչ-որ ֆիդբեք անելու եւ այլն։ Այն մարդ իրանք բոլորը հասկանում են, որ իրանք գործ անելու տեսանկյունից, այսպես ձեր նշած պատճառները մի քիչ սահմանափակ են, այսինքն իրենք գիտեն, որ կառույցը տեղից շարժելը ինչ-որ մի խնդրով դժվար է ստացվում։ Լավ, մեջները մի, ասենք, չգիտեմ, նորմալ ջահել պինդ տղամարդ չկար, ասել լավ կինա զանգողը մեռավ զանգելով, մատ գնամ այս ընկերներովս այս հարցը լուծեմ, վերջի վերջո քաղաք եմ ներկայացնում։ Իրենք զանգում են, որպեսզի այդ տեղը, որ իրանց հնար ինչ-որ տակ բաներ է տալիս, այսինքն մարդը ինք իրանով, ասենք, իրենց ոչ մի բան չի ներկայացնում, բայց պետության կողմից մեքենա ունի, ազդեցություն ունի, կարա տենդերների վրա ազդի եւ այլ, համապատասխան հետևանքներով, էլի։ Ինքը մենակ դրա համար է զանգում, որ հանգարց տեղը տեղից աղմուկ չբարձրանա, որ հանգարց տեղը, քանի որ իր տեղի վրա շատ աճ կա, ու իրան չհանեն գործից իր տեղը, ասենք, էլի ինչ-որ գումար վերցնեն, ինչ-որ մեկին դնեն։ Ինքը մենակ դրա համար է զանգում։ Իրենք իրանք սովորել են, էլի, դուք ստանդարտ մոդելով չեմ կարծում, որ պետք է իրանց վերաբերվել, ստեղ այն կարծում որ կարևորը հայկու ֆակտորն է, այսինքն այն մարդիկ, որոնք որ վարկագիծը հայկու նման են, հա, այսինքն որոնք որ խնդիր են տեսնում եւ բարձրացնում են։ Այս խավի, այս շերտի առաջացումն է մեր հարստությունը, հա, որովհետեւ այս շերտը պիտի զարգանա, դեռ այս շերտը անհատներ են։ Նու կան արդեն կազմակերպություններ, որոնք այսպես իրական քաղաքացիական հասարակություն են, ոչ թե ասեն գրանտերով սնվող, այլ իրական մարդ իրան քաղաքացի է զգում եւ սիրտը ցավում է եւ ինքը դա արտահայտվում է, դա ինքը հետեւում է եւ ինքը հետամուտ է լինում, էլի։ Երբ որ այս մարդկանց քանակը շատանա եւ ավելի շատ կազմակերպություններ առաջանան, իրենց վարկագիծը ավելի ինստիտուցիոնալ կլինի, այսինքն Հայկուին արդեն երրորդ օրը այդ իր նման մարդկանցով միասին իրանք չէին սպասի, որ տենց բան էլի անիմաց պատասխաններ ստանային։ Իրանք ուղղակի դատի կտային, որովհետև իր կյանքը վտանգված է։ Դատի կտային կարեն, թե գնային կանեին։ Չէ, նախ դատի կտային, որը ինչի դատի կտային, որովհետև նույն Հայկուին, ես, դուք, մենք վճարում ենք հարկեր։ Կարենը շատ կարևոր բառ արտասանեց հարկ։ Երբ մենք վճարում ենք հարկեր, իսկ մենք բավականին լուրջ հարկային բեռի տակ ենք, հարգելի ռադիոլսողներ, ով չգիտի այն աշխատավարձը, որը դուք ստանում եք, ինքը իրականում պետք է 26%-ով ավելի շատ լիներ։ Միջին հաշվով ձեր ստացածի 26%-ի չափեր փոխանցվում է պետությանը։ Երբ մենք մուծում ենք հարկերը ու դրա դիմաց ոչինչ չենք ստանում, դա հարկ չի, դա լուծ է, իգը։ Ու հաջորդ հարցը առաջացող երբ անհատները, մարդիկ, կազմակերպությունները, ովքեր պետության անգործության այդ վակուումը փորձում են լցնել իրենց ջանքերով, իրենց ինստիտուտներով ու իրենց կառույցներով, երբ որ իրենք տեսնեն, որ իրենք հաջողում են, հաջորդ հարցը վստահաբար հարկերի խնդիրը բարձրացնելն է լինելու, որովհետև մարդիկ չեն ուզելու մուծել այդ հարկերը, որովհետև չեն հասկանում, թե ինչ սերվիս են իրենք ստանում այդ հարկերի դիմաց։ Դե գիտեք, այստեղ երկու ճանապարհ կա։ Մեկը դա անարխիստական ճանապարհն է, երբ որ ասում են, եթե դու ինձ ծառայություն չես տալիս, ես քեզ հարկ չեմ մուծում։ Բայց մենք բոլորս գիտակից մարդիկ ենք, հասկանում ենք, որ եթե հարկ չենք մուծում, ընդհանրապես այս ամբողջ ենթակառուցվածքը քանդվելու է, սկսած բանակից, ճանապարհներից եւ այլից, եւ մենք գալու ենք կատաստրոֆայի, հա։ Ինչ ճիշտ հասկացեք, Կարեն, ես չեմ առաջարկում դա անել, բայց ես մտավախություն ունեմ, որ կհայտնվի 2-3 հոգի ուժեղ հաշվապահ տղաներ կամ աղջիկներ դուրսը սովորած։ Իսկ ցանկացած երկրի օրենսդրություն դա թույլ է տալիս։ Այսինքն ու կստեղծեն մտ Facebook-յան խումբ կբացեն, ազգովի խուսափում ենք հարկերից։ Ու այնպես կխուսափեցնեն բոլորին հարկերից, որ ոչ մի դատախազ կամ հարկային տեսուչ ուղղակի ոչինչ չի կարողանա անել դրա։ Մարդը որ մնացել է Հայաստանում ու ուզում է մնա Հայաստանում, հասկանում եք, այն մարդկանց համար, որոնց համար Հայաստանը ոչ մի բան է, իրանք կարող են այդ ճանապարհով գնալ, այսինքն գնալ եւ հարկ չմուծել, հա, օրինակ,
պատասխան անգործության, հա, բայց այն մարդը, որ Հայաստանի հետ է իր ապագան կապում եւ Հայաստան պետությունը հասկանում է եւ ուզում է դա կայանա, ինքը հասկանում է, որ պետքա մուծել, բայց ծառայություն ստանալ դիմացը ըստ էության մեր մոտ չի գործում պայմանագիրը, ասել ձեզ մեր մոտ գործում է այդ ԻԳ գաղափարը, ոնց որ մենք մոնղոլ թաթարներին կամ չգիտեմ տարբեր զավթողներին բան էինք մուծում, ասենք, որպեսզի ուղղակի գոյատևենք, հիմա մեր նկատմամբ, ասենք, նույն քաղաքապետարանը կամ պետական որոշ կառույցներ նույն ձև են վերաբերվում, այսինքն մեզ իրենք դիտարկում են որպես այն որբ, որ ով ուզի գլուխը խուզի, էլի, այսինքն մոտարապես այդ սկզբունքով։ Այսինքն մենք այդտեղ առաջի խնդիրը, որ մենք պետքա սկսենք ինքներս մեզ հարգել, այսինքն ես այդտեղ ողջունելի է Հայկու վարքագիծը, երբ որ ինքը սկսում է իրան հարգել, ասում է, աղջիկ ջան, ասում ես քեզ գումար եմ մուծում, հարկ եմ մուծում, որ դու ինձ վտանգի տակ չդնես։ Դու դրել ես ամենախոշոր ճանապարհը, քաղաքի ամենախոշոր մայրուղին, որով տասնյակ հազարավոր, 100,000-ավոր մարդիկ ամեն օր երթևեկում են, դու դրել ես վտանգի տակ։ Հա, եւ դա լրիվ բավարար հիմք է դատական հայցով հանդես գալ նույն քաղաքապետարանի նկատմամբ, հա, եւ երբ որ մենք կգանք այդ վիճակին, երբ որ ասենք Հայկուհին իր գործընկերները մենք իրար հետ կհավաքվենք եւ կոլեկտիվ ջանքերով դատի կտանք, հա, եւ դա կդառնա այն նախադեպը, որ մնացած բոլոր դեպքերում մենք դատի կտանք։ Հա, այսինքն այստեղ կարևորը է, որ մենք հավաքվենք առաջի անգամ մի քիչ պինդ կանգնենք եւ հետագայում արդեն նախադեպի իրավունքով բոլոր այդ դեպքերում, երբ որ ավտոմեքենան ընկնում է չվերանորոգված ճանապարհը դատի կտանք եւ այլ, ասենք 1000 ու մի բան, այդ ժամանակ նույն քաղաքապետարան տեսնելով դատական հայցերի պատճառով ոնց է պակասում իր բյուջեն, ինքը նախորոք կմտածի, թե ինչպես անի, ինքը կվերափոխվի։ Այսինքն քաղաքապետարանի այդ վարքագիծը, այդ իր դեգեներացիան կապված է մեր ոչ պահանջատեր եւ հանդուրժող լինելու հետ։ Ես նախապես ներողություն խնդրել Երևան քաղաքի այն նորմալ պաշտոնյաներից, ովքեր գործ են անում, քաղաքապետարան բառը մենք այստեղ ուղղակի դեպքի առիթով ենք օգտագործում, իրականում ամբողջ պետական կառույցը ի նկատի ունենք, այնպես որ դուք այն քաշվածը չեք էլի, ձեզ անձամբ ձեզ չենք այս ամեն ինչ ասում, իդեմս ձեզ ամբողջ պետության նկարեն, ինձ մի բան ասեք։ Եթե վերադառնում ենք հարկ վճարել ու սերվիս ստանալու այդ կոնցեպտին, ձեր կարծիքով աշխարհ տեսած մարդ եք, տեխնիկապես ինչն է ավելի հեշտ, խուսափել հարկերից, թե դատական ացիաների միջոցով ստիպել նրանց կատարել պարտավորությունները։ Ժամանակատար ու հեշտ։ Ինձ թվում է ստիպել կատարելը, որովհետև խուսափելը, գիտեք, միշտ դու գործ ունես պետության հետ։ Ի վերջո բանը, այդ խուսափելը բերում է քեզ ինքդ քեզ հանցագործ ես սարքում։ Ինչպես բանը պետության հետ խաղ չեն անում, էլի, բայց պետության վրա ազդելը դա շատ ավելի հեշտ ճանապարհ է, առավել եւս որ մեր չինովնիկները արդեն այնքան են լղկե, որ նրանք դիմադրելու ունակություններ չունեն։ Այսինքն, երբ որ դու նրանց ճնշում ես, նրանք շատ սիրուն գնում են այն ճանապարհով, որով դու ուրեմն իրենց համար նախանշում ես։ Ուղղակի այստեղ պետքա ճիշտ ճանապարհ լինի, օրենքով սահմանված ճանապարհ լինի եւ ճիշտ ուղղորդումը լինի, որովհետեւ իրենք քանի որ հիմնված են ամբողջությամբ հասարակական իրազեկման process-ների վրա եւ բացասական հասարակական իրազեկումը, իրենք հասկանում են, որ դա բան է, պատճառը իրենց աշխատանքից հեռացնելու փողը վերցնեն մի հատ ուրիշին նշանակի, օրինակի համար։ Անպայման չի փողը վերցնեն, բայց օրինակի համար կամ ինչ որ ավելի հետաքրքիր մոտիկ մարդ բերել դնել այդտեղ, էլի։ Հա, եւ նրանք շատ արագ ենթարկում են։ Երբ որ իրանք տեսնում են, որ քո հետ չեն կարում պետությունը, այսպես պետական բանը, այդ կառույցների գլուխները, երբ որ տեսնում են, որ քո հետ չեն կարում հարաբերվեն, դու իրանցից ուժեղ ես, իրանք ստիպված այդ տեղը, որը նախատեսված էր իր բարեկամի համար, ինքը գնում է մի հատ գրագետ երիտասարդ է բերում, որ գոնե կարողանա բանակցի հետ։ Որ կարողանա բանակցի, որտեղ ինքը չի կարող բանակցի, անգրագետ է, մարդը անգրագետ է, ինքը չի կարողանում, ասենք իր մտքերը շարադրել կամ իրավական հենց իր աշխատանքի իրավական կողմը ճանաչել եւ այլ։ Այսինքն մենք դրանով ստիպում ենք, որ պետությունը ինքը վերափոխվի։ Այսինքն սա է ճիշտ ճանապարհը։ Այսինքն որովհետեւ այսօր ինչ են ասում են
ընտրություններով ձևավորենք արդար պետություն։ Դες բան չկա։ Մենք դի հասկանանք, որ պետություն սարքելը տես չի լինում ընտրություններով, դա բլեֆ է։ Դա մեզ կերակրած բլեֆ է եւ այդ բլեֆը շարունակվում է։ Մենք հեսա կլինի 17 թվականի ընտրությունները կտեսնենք, որ եւ այն մարդիկ, որոնք որ այսօր չնայած անդիմադիր են, ասում են ընտրություններով մենք վերահսկելով, բան եւ այլ, ինչը պիտի վերահսկեք։ Այսինքն այս խնդիրը կա։ Այսինքն այս ճանապարհը երբ որ ինքը քաղաքացին է պետություն ստեղծում, սա ճիշտ ճանապարհն է, սա ֆունդամենտից դեպի կտուր ճանապարհն է, ոչ թե իսկ ընտրությունները կտուրից դեպի ֆունդամենտն են, որը մենք արդեն ձախողել ենք, քանի անգամ 20 քանի տարի անգամ ձախողել ենք, չի կարելի, հասկանում եք, տակ հարթուկին ձերտած վառվես ու անցած ձերտած։ Հարցս ավելի կոնկրետացնեմ Կարեն, երբ մարդը Facebook-ում գրում է, որ ես ունեմ տուն շրջանում, որը ինձ պետք չի։ Ես առաջարկում եմ որևէ անապահով ընտանիքի գնալ եւ բնակվել այնտեղ։ Երբ դրան միանում եք դուք այդ նախաձեռնությանը, ձեզ անպետք անշարժ գույքով ու բազմաթիվ այլ մարդիկ։ Երբ երիտասարդների խումբ սկսում է դրամահավաք անել վիրավորված եւ պատշաճ բուժում չստացած զինծառայողին, խոսքս անցած տարվա դեպքերի մասին է, երբ կառավարությունը վերջում տեսավ, թե ինչքան գումար է հավաքվել, իսկ հավաքվել էր անհրաժեշտ գումարի կեսը, ու այդ մնացած կեսը այնուամենայնիվ փոխանցեց։ Երբ շրջակա միջավայրով տարված մարդիկ ուղղակի գնում են ու սկսում են մաքրել ճանապարհի եզրերը կամ չգիտեմ արգելոցները եւ այլն եւ այլն։ Երբ մարդիկ դա անում են, երբ ինչ որ մարդիկ մարտական ուղի անցած սարքում են ակումբներ, որտեղ սկսում են բոլորին պատրաստություն տալ զինվորական նախնական։ Ամեն անգամ նման բան անելուց մենք ասում ենք պետություն, դու գոյություն չունես։ Դրա ամենահետաքրքիրը վերջերս տեսածս բանը գիտեք իրեն էր, ուրեմն Կարին խմբի համերգներ հաշվետու կապված 15-ամյակի հետ եւ մոտ 18 խումբ էր ամբողջ Հայաստանից եկել եւ մի հզոր ազդեցություն ուներ դա բոլորն եղել են այդ համերգին բացի ինձ ոչինչ այդ համերգները գիտեք հաճախակի են ամեն բան ամսվա վերջին գինոսյան գագիկը դա բաց դասանում եւ այս ամսի 29-ին հա ոնց որ երբ է գալիս վերջի ուրբաթը երբ էր կարող է այս վերջիններ վերջը գիտեմ որ այս ամսվա վերջիններ պետք է ներ վերջը եկան չի եւ ամենահետաքրքիրը գիտեք որն էր որ ես շշմել էի որ այսինքն մի հատ շարժում է ազգային բարի վերականգնման եւ այդ շարժումը հաջողել է եւ ուրեմն ֆանտաստիկ քանակությամբ բեմում կանգնած է եւ մի 500 հոգի Հայաստանի տարբեր ծայրերից պարողներ, որոնք որ պրոֆեսիոնալ պարողներ չէին, այսինքն մարդիկ, որոնք վերածանում են ու որոնք պրոֆեսիոնալ էին պարում, բայց ինչքան ոչ պրոֆեսիոնալ պարողներ կա, որոնք որ այդտեղ խմբերից ամենահետաքրքիրը չպրոֆեսիոնալներից հենց ձեր ոլորտից են, ընկերություններից մեկ Instigate-ը անսամբլ ունի, բարային։ Հա, ու նայում ես ուրա բանի մշակույթի նախարարը։ Այսինքն, բա որտեղ տիգնի մշակույթի նախարարը։ Ու ես կարծում եմ, որ մշակույթի նախարարի գործը այն էր, որ դա չկայանար։ Ընդհանրապես այդ process-ը ազգային, իմ կարծիքը դա է, իր չգալը նշանակում է, որ ինքը դեմ էր, որ դա կայանար, որտեղ դա ցույց է տալիս, որ այդ չինովնիկական մոտեցումը կյանքին, պետականությունից հեռու մոտեցումը կյանքին չի աշխատում։ Խոսքը վերաբերում է այսօրվա պետությանը, այսօրվա պաշտոնյային, եւ երբ որ իր քաղաքացին 15 տարի չարչարվում է առանց որևէ կողմնակի օգնության, իր ոգու շնորհիվ, իր գաղափարախոսության շնորհիվ, իր տեսլականի շնորհիվ, իր պարտավորությունը զոհված ընկերների արժև դրա շնորհիվ ու ստեղծում է մի երևույթ, վերականգնում է ազգային պարերը տասնյակներով, չգիտեմ, դրա էլեկտրոնային, չգիտեմ, գրառման ձևերն է վերականգնում, ես շատ եմ անում, ամեն ինչ անում է եւ դա չկա մշակույթ, բա որտեղ է մշակույթի նախարարը։ Հա, կամ երբ որ ասեն քաղաքը քանդվում է, չկա գլխավոր ճարտարապետը եւ այլն։ Ձեզ պետությունը գիտեք գոյություն ունեցող
օրեօր դադարող պետությունը հիմա այս ձեր ասացին ինչ կպատասխանի։ Ինքը պատասխանի հետևյալը, կասի մեր օրոք Գագիկի ծրագրով ազգային պարը մտավ հանրակրթություն։ Այս պետական պատասխանն եմ։ Ճիշտ է անում, ճիշտ է կպատասխանի, այդ մենք գիտենք, բայց դա պետության շնորհիվ չմտավ։ Դա Գագիկ Գինոսյանի ստեղծված շարժման հզորությանը պետությունը արձագանքեց։ Մենք դի հասկանանք, որ բոլոր process-ները այդպես պետք է գնան։ Այսինքն այդ երևույթները, որ տաների մասին խոսեցինք, մենք խոսեցինք Հայկու մասին եւ այլն, այսինքն process-ները, որ մարդիկ ստեղծում, մարդիկ, որոնք ուզում են Հայաստանում մնան, արժանապատիվ ապրեն, նրանք արժանապատիվ process-ներ են սկսում։ Եվ երբ որ նրանք արժանապատիվ process-ներ են սկսում, այդ process-ները շատ ավելի ուժեղ են, քան թե ցանկացած չինովնիկական բուրգ, որովհետև չինովնիկական բուրգը այնքան ժամանակ գործ չի արել, որ ինքը մոռացել է այդ գործ անելու ձիրքը, այդ ձևը, հասկանում եք։ Եթե հրաժամը Կարեն ավարտին է մոտենում, ես մի նկատառում էլ անեմ ու կարճ մեկնաբանում ենք ու հրաժեշտ ենք տալիս։ Մեր ամբողջ երկխոսությունից ես ինձ համար այսպիսի մի բանաձև եմ առանձնացրել, որ մենք առանձին այնուամենայնիվ պետությանը, այս գոյություն ունեցող պետությանը պետք ենք, որովհետև ինքը սկսում է տեղից իրար գալ բացառապես այն բանից հետո, երբ մենք իրան բացարձակ իգնորի մեջ ենք գցում, այսինքն մինչև Գագիկ Գինոսյանի պես չստորագրես, որ պետություն դու գոյություն չունես, ես ինքս անում եմ այն ինչ որ դու պետք է անեիր, նա քեզ վրա ոչ նայում է, ոչ նկատում է, ոչ էլ ուզում է քեզ հետ համագործակցել։ Դա գիտեք ոնց է, դա Աստծո օրենքի մեջ է, ասենց ասեմ, բան, էլի, այսինքն արդարության օրենքի մեջ է։ Այսինքն եթե դու ոչնչություն ես, նորմալ է, որ քո վրա բան այնտեղ չեն դնում։ Ես դա համարում եմ նորմալ։ Այսինքն եթե մարդը իրան ոչնչության նման է պահում, ասենք, չգիտեմ, գյուղապետի առջև, քաղաքապետի առջև, չգիտեմ, նախարարի առջև կամ ոստիկանապետի առջև, դա ճիշտ է եւ դա արդարության օրենքի մեջ է, որ նույն գյուղապետը, ոստիկանը իրան նկատմամբ վերաբերում են որպես ոչնչություն։ Դա նորմալ է ու տենց էլ պետքա լինի։ Իսկ երբ որ մարդը արժանապատիվ է, ու իսկ այդ ոստիկանապետը, դիցուկ, սովոր է որպես ոչնչություն մարդկանց մոտենալ, իր մոտ աշխարհը քանդվում է։ Ինքը երբ որ արժանապատիվ մարդ է տեսնում, ինքը վարքագիծ չգիտի ոնց են վարվում արժանապատիվ մարդկանց հետ, ինքը վարքագիծ չունի, ինքը իր ուղեղում այդ շաբլոնը չունի, արժանապատիվ մարդու հետ ոնց կարելի է վարվել։ Դրա համար ինքը միանգամից սակարկում է։ Միանգամից սակարկում է եւ ինքը սկսում է փոխվել եւ սկսում է ման գալ իր ոստիկանապետական, ասենք, այդ բանի մեջ, տեսնի ինչ մարդ կարա ճարի, որ քիչ թե շատ արժանապատիվ է եւ խնդիրները հասկանում է պետության, որպեսզի բերի այս արժանապատիվ մարդու հետ հարաբերությունների մեջ։ Դրա համար է մեր պետության բոլոր խնդիրները, որ լուծվում ամենավերին օղակներում։ Ինչի համար է այնտեղ լուծվում։ Որովհետև ինտերֆեյս չկա, այսինքն ներքևները մարդկանց հետ հարաբերվելու ինտերֆեյս չկա եւ ստիպված երկրի ղեկավարությունը այդ խնդիրը, որովհետև ինքը ավելի փորձված է, գիտի մոտավորապես արժանապատիվ մարդու հետ խոսալու ձիրք դեռ ունի, դրա համար ասում եմ, լավ, դուք գործ չունեք, այդ խնդիրների մեջ մի մտնեք, որովհետև ավելի փչացնելու եք, ասենք դիցուկ, ասենք Նարեկ Սարգսյան, Դու մարդկանց հետ մի շփվի։ Դու մարդկանց հետ մի շփվի, արա, դու սկիքո որ մասնագիտությունը չգիտես, դու չգիտես քաղաքը, դու չես ճանաչում, չես սիրում, ատում ես Թամանյանին, դու մարդկանց հետ մի շփվի, թող այդ մարդիկ գան, չգիտեմ, նախագահի վարչապետի հետ կհանդիպեն, կարող է այդ մարդկանց, ասենք, ինչ որ մի ձևի ճանապարհ դնենք, հասկանում եք, Բարձրացնեն ճամփեն։ Բայց երբ որ այս ակտիվ մարդկանց քանակը շատանա, առաջի դեմքերը չեն հասցնելու այդ կոնֆլիկտային խնդիրները լուծել։ Նրանք ուզեն չուզեն, սկսելու են նայել, որ նախարարին փոխենք, որը որ մեր համար ինտերֆեյս կհանդիսանա։ Որ հետո նախարարը նայելու է, տեսնի ինքը չի հասցնելու, որ փոխնախարարին փոխեն, որ ինքը իմ համար ինտերֆեյս հանդիսանա։ Էլի շատ երկարեց այս ամեն ինչը, մի հատ էլ վերջին հարցը տամ, այս վերջին կադրային փոփոխությունները նախարար փոխնախարար մակարդակով, այդ ինտերֆեյսային ձեր թեորիայի համատեքստում քայլ առաջ համարում եք թե չէ։
Կարծում եմ այո։ Այսքանը արգելի ռադիոլսողներ, ռադիոդիտողներ, սա Հայաստանը եւ վերջ հաղորդման եթերաժամն ավարտին մոտեցավ։ Շնորհակալություն ուշադրության համար, շնորհակալություն։ Շնորհակալություն։